որ թոշակները բարձրանալու են։ Փաշինյանն ասեց ավելի ցածր թոշակները 10,000 դրամով, ավելի բարձր թոշակներն ավելի քիչ։ Սա հարցի լուծում համարում եք։ Ոչ, հարցի լուծում չեմ համարում, որովհետև գիտեք ինչի համար, ես մի բան ասեմ։ Եկել է արդեն ընտրության ժամանակները, նոր սկսել են արդեն թոշակների մասին մտածել։ Թող Փաշինյանը մտածի, որ ինքը երբ որ 18 թվին ինքը ընտրվեց որպես Հայաստանի վարչապետ, 18 թվից մինչև առեսօր ինչքան է թանկացել ապրանքը։ Այդ ընտրությունների համար է անում, որ ինքը աշկ մտի, բայց էլ եմ ասում, լիշնի ես իրան ընտրել եմ մեծ սիրով, բայց հիմի թքած ունեմ ամեն ինչի վրա։ Վարչապետը այսօր կաշառում է մեզ, մեր թոշակառուներին կաշառում է, որ ինչա ինքը լավամարդ դառնա։ Այդ 10,000-ը բան չի, ինքը կստանա։ Նախընտրական կաշառք եք։ Այո, դա նախընտրական կաշառք է թոշակառուների, որ գիտի խոսքի թոշակառուները, որ ձայն տան իրան։ Ես լիշնի, ուզում եմ 100,000 ավելացնի, ես ձայնը չեմ տա իրան։ Ոչ մի հարցի լուծում չկա։ Այսինքն կոպեկներ են, հա։ Իհարկե կոպեկներ են։ Ուրիշների համեմատ շատ ցածր գնահատական է։ Տարի սկզբին Փաշինյանն ասում էր 10,000-ով բարձրացնենք թոշակառուների թոշակը, չեն իմանա ինչպես ծախսեն։ Մի քանի ամիս անց այսպես sense հայտարարել, որ բարձրացնում ասել, սա նախընտրական ինչ որ քայլ է, փորձ է արվում։ Բայց իրանք որ ստանում են այդ կամ փողերը, իրանք ցերիկը, հա։ Չէ՞։ Մերսի երիկի, որտեղ ցերիկը։ Նախընտրները քարն են տվել, դες բան չկա։ Կառուները 10,000-ը ծախսեն, կարողանան այդքան խելք ունենան, որ ծախսեն։ Անձամբ ես էլ եմ թոշակառու, փառք Աստծո բարձրագույն կրթությամբ։ Չեմ դժգոհում, բայց իրենց տված թոշակը շատ չնչին է։ Այս ժողովուրդը մեղք է։ Թոշակները, այո, մենք աշխատել ենք, երկիրը թոշակառուներն են իրենց հանձնել։ Հասկանում եք, դրա համար պիտի մի քիչ, ոնց ասեմ, գոնե մի քիչ հարգանք լինի, այսքանը։ Ես միշտ ուզեցել եմ ելույթ ունենալ, այդ թոշակը, որ նշանակել են, ես կուզեմ այդ ով նշանակել է այդ գումարը, թող տան իրան մի ամիս ինքը կարողանա գոյատևի, հետո նոր մտածեն, բարձրացնեն թե իջացնեն։ Եվ ձեր կարծիքով հունվարին, որ ասում էր 10,000-ով բարձրացնենք թոշակառուները չեն իմանա ոնց ծախսեն, ինչ փոխվեց, սա նախընտրական քայլ եք համարում։ Չգիտեմ։ Մի օր մի բան են ասում, այսօր ուրիշ բան են ասում։ Եթե հիմա թոշակառուն շատերը ինձ թվում է, պատրաստական էին իրեն ընտրելու, այս դեպքից հետո շատ հիասթափություն կա մարդկանց մոտ։ Ես չեմ կարծում, միգուցե կարողանան որոշ մասը տոկոսային հարաբերությամբ իրեն ընտրեն, մի որոշ մասը ոչ, բայց սա ոչինչ չի փոխելու։ Իրա բարձրացած այդ չափից եք ասում կհիասթափվեն այդ։ Իհարկե, իրենց բարձրացած։ Հիմա ապահովություն են անում եւ այլն։ Անձամբ ես երբեք չեմ ուզում գնամ պոլիկլինիկա, որտեղ հիմա այնքան հերթեր են, էլի եմ հասկանում։ Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ եւ ըմբռնում եմ, բայց չի կարելի նախընտրական այդ ժամանակահատվածում խոստանալ, մենք քանի ես ինչքան ապրում եմ, այնքան խոստում է ականջս լսում, բայց երբևիցե ես չեմ տեսել, որ գոնե մի փոքր գոնե հարգանք լինի, հարգանք, ուրիշ ոչինչ թոշակառուին հարկավոր չէ։ Չէ՞ որ թոշակառուն աշխատել ամբողջ կյանքը պահումներ են արել, դե այսօր նորմալ գումար, այո, նորմալ գումար տվեք, որ այդ մարդը կարողանա եւ հանգստանալու գնա եւ օգտագործի, ոչ մեկից կախում չունենա։ Ինչ 10,000։ Ինքը կարա ապրի 10,000-ով։ Հա, հասկացանք, եկել է, մերն է, մեր հայն է։ Բան չունենք ասել, ընտրեցինք, բա վերջը ինքն էլ չգիտի իր վերջն ինչա լինելու։ Լսեցինք, բայց ես որ Ղարաբաղից գաղթվալ եմ ստեղ, իմ թոշակից 6,000 դրամ իրենք պահում նրան։ Ինչ ուրախանամ, որ 10,000 ավելացնում է։ Իմ թոշակս չկտրար տար, նոր հետո 10 ման հետ ավելացնար։ Ես չեմ ուրախանում նրանով։ Իսկ մի հարց էլ էլի, մի քանի ամիս առաջ ասում էր 10,000-ով որ բարձրացնենք թոշակառուները չեն իմանա ոնց ծախսեն։ Ինչ փոխվեց այսպես ձեր կարծիքով ընտրություններից առաջ սա համարում եք նա։ Չէ, ես անորին եմ համարում դա։ Ես դատապարտում եմ իրենց հրած այդ աշխատանքը բարի գործությունը։ Իսկ նախընտրական այսպես ասած կաշառք համարում եք ընտրություններից առաջ մի քանի կոպեկով բարձրացնելը։ Ես քի չեմ էլ ուզում, ինձ 4 պատ տա,
Իմ զոհված տղուս երեխեքը տանեմ տակը։ Ես 250,000 տղուս թոշակը ստանում եմ տամ-վարձ, որ երեխուս վրա կաթի ուչ։ Ոչ մի բան օրենքից ոչ օգնալա։ Ոչ էլ ես իրենց բանման նախորյակ ընտրություններին թոշակա բարձրացնում։ Այսքանի տարի է ինչպեն է այլել։ Իմ թոշակս չկտրար, ես աշխատալ եմ, թոշակի անցալ։ 59,900 դրամ։ Հիմա իմ թոշակս թողալա 52,000։ Ճիշտ է, ինչանով ճիշտ է, ես 10 ման է թավելացնում եմ, տանը իրենք ընկանը տա։ Թուրքիստան անունը չտաս, ռադարա, ռադարա, Թուրքիստան անունը մոտոց չտաս, ռադարա։ Սա համարում է կոռուպցիայի ավելի կատարելագործված ձևը։ Ես անձամբ ինքս թոշակառու եմ, եթե անող էր թող հունվարի 1-ից աներ, ասեցին հունիսի վերջից, բայց հիմա են անում է, դա նշանակում է, որ նորից ժողովրդին ուզում է կաշառի, կոռուպցիայով զբաղվում, որ իրան ընտրել։ Անձամբ ինքս չեմ ընտրելու, ինքս սրիկա մարդ։ Ես դրանից մի քիչ գլուխ չեմ անում, բայց ամեն դեպքում դա որևէ հարց չի լուծի 10,000-ը։ Կոպեկներ են, հա։ Դեսորվա գներով հա։ Ուղղակի ժողովուրդը մեղք է, էլի շատ թոշակառուները ուրախացել են, որ ավելացել է թոշակը։ Դե ոչինչ, որոշ չափով հարցի լուծում է իհարկե։ Ովքեր բարձրն են ստանում, նրանք պիտի չբարձրացնեն։ Ովքեր 30,000 են ստանում, պիտի սարքի 100,000։ Այդ կան։ Հիմա ասես 10,000 մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Դուք դա համարում եք հարցի լուծում։ Թոշակառուներին կփրկի է 10,000-ը մի քիչ պակաս գումարը։ Ոչ մի դեպքում չի փրկի։ Ամենացածր թոշակը հիմի ինչքան է 30-ը, ինչքան է, չգիտեմ։ Հիմիկվա պայմաններով թոշակառուն ամենակիչը պիտի ստանա գոնե 100,000, 10,000-ը մի քանի օրվա ավելի ճիշտ մի օրվա առևտուր։ Չէ, հարցի լուծում չի, մարդը 35,000 դրամ թոշակ է ստանում, բայց կոմունալ վարձերը այդ բանը ուզում է շատ ավելի շատ։ Այո, մնաց ս մարդը։ Տուն պահի, ընտանիք պահի կամ սառնորալ լսնի, չէ, շատ քիչ է։